Հոկտեմբերի 12-ն է, մոտ 2-3 օր առաջ ներքին գործերի նախարարության ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արսեն Միքայելյանի գլխավորությամբ Շենգավիթի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով այցելել են այս շենք, որտեղ իբրև գործում է հյուրանոց, թե այստեղ ինչ հյուրանոց պետք է գործի, մարդ չգիտի, եւ քանի որ Շենգավիթի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ նշված հյուրանոցում, որը այդպես են ասել, Շիրակի մարզի 36-ամյա տղամարդու նկատմամբ կողոպուտ է տեղի ունեցել, այդ տղան այստեղ քիչ այն կողմ ժողովրդին ավելի շատ հայտնի Տեցի կռուգում ծանոթացել է երկու աղջկա, որոնցից մեկը ներկայացել է Սյուզի, մյուսը Աննա, այդ աղջիկները եղել են ավտոմեքենայով եւ այդ տղային հրավիրել են այստեղ, արդեն գալով այստեղ ըստ օպերատիվ տեղեկությունների, ինչը նաեւ հետո արդեն հաստատել է շիրակցի տղամարդը, 36-ամյա տղամարդը, իրենից վերցրել են այդ աղջիկները մոտ 400,000 դրամ գումար եւ կարճ ժամանակ անց մի քանի րոպե հետո այդ աղջիկները այդ տղային թողել են այս հյուրանոցի ինչ-որ համարում միայնակ եւ իրենք դիմել են փախուստի։ Բավականին կարճ ժամանակում Շենգավիթի ոստիկանները հայտնաբերում են Սյուզիին եւ Աննային, ովքեր իմ տեղեկություններով գիշերային թիթեռնիկներ են լինում եւ տեղափոխում են նրանց ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվում է քրեական վարույթ Շենգավիթի քննչական բաժնում ու հիմա քննություն է գնում։ Արդյոք իմ տեղեկություններով նաեւ այդ երկու աղջիկները հայտնել են, որ իրենք գումարը չեն տարել, պարզապես այդ տղան իրենց տվել է ամեն մեկին 4,000 դրամ, սակայն տղան նշել է, որ իրենից հափշտակել են 400,000 դրամ։